Փառք Հիսուսին, քույրեր եղբայրներ, ուրեմն 15-րդ գլուխ ծննդոց այսպես քաջալերեց Տերը եւ այս բաներից հետո տեսիլքում Եհովայի խոսքը եղավ Աբրամին ասելով. մի վախենար Աբրամ, ես քեզ համար վահան եմ, քո վարձքը խիստ շատ է, Փառք Հիսուս Քրիստոսին, մի վախենալ Աբրահամ, ես քո վահանն եմ։ Քույրեր եղբայրներ, ես հավատում եմ ու հստակ կարող եմ հայտարարել, որ ամեն անձ կարող է այս համար իրան վերագրել եւ հաստատ համոզի, որ սա իրան է վերաբերվում, Փառք Հիսուսին։ Ես քո վահանն եմ, ես քո պահապանն եմ, մի վախենար, ես քեզ հետ եմ մինչև աշխարհի վերջը, Փառք Հիսուս Քրիստոսին։ Եվ Աբրահամը, երբ որ տեսիլքը մեզ ամենը լսեց, եւ Աբրահամը այլ կերպ էր հասկանում, Աբրահամը, բայց սրանից հետո ասավ, դու այլևս Աբրահամ չես, այլ Աբրահամ։ Եվ ավելի սկսեց մարդկանց եղջյուրը բարձրացնել, եւ Աստված այդպիսի սովորությունը, որ իր զավակներին փորձում է բարձրացնել, փորձում է հազարի մեջ երևելի անել։ Եվ գիտեք, այսօր մենք ունենք այդ Քրիստոսի եւ զորության կարիքը։ Առանց Աստծո զորության, Աստծո միջամտության, առանց այդ միջամտության մենք չենք կարող առաջ գնալ։ Ես ուզում եմ մի երկու համար կարդալ աղոթքից հետո, որ մենք կարողանանք իրոք Հիսուս Քրիստոսով առաջ գնալ, որպեսզի հաջողությունների հասնենք։ Բոլորը առաջ են գնում, բայց գիտեք, բոլորը չէ որ տեղ են հասնում, որտեղ մղիչ ուժը պետք է լինի Սուրբ Հոգին եւ վերջ Փառք Տիրոջը։ Մղիչ ուժը Աստծո ժողովրդի պետք է լինի Սուրբ Հոգին, Աստված։ Երկուսն էլ գնում են, բայց ինչու չեն տեղ հասնում, հետաքրքիր է։ Որտեղ նրան մեկ ուրիշն է հրում, բրդում, առաջնորդում, բայց Աստծո մարդին Սուրբ Հոգին է առաջնորդում, Փառք Հիսուսին։ Երբ որ Սուրբ Հոգին, գիտեք, առաջնորդությունը սա ուրիշ բան է Սուրբ Հոգու։ Սա մի բան է, որ նման է, որ դու առաջնորդվում ես, դու անպայման ուզում ես այդտեղ հայտնվես։ Եվ հետևից ինչ որ մեկը հրում է, ասում է գնա, դու ճիշտ ես, գնա, կարևոր է քո ներկայությունը, Սուրբ Հոգու առաջնորդությունը այսպիսի գործեր է անում։ Եվ մենք պիտի ուրեմն կարճ խոսենք, առաջի ուրեմն մնացորդացից եմ ուզում խոսալ, որտեղ սա է իմ բնաբանը, 16-11, առաջի մնացորդանց 16-11, սա շատ կարևոր է բարեկամներ, հաջողության համար Սուրբ Հոգով պիտի առաջ գնաս, և Տերը կարճ եմ ասում և նրա զորությունը խնդրեցեք, և ամեն ատեն սրա մասին մենք շատ ենք խոսել, բայց կարծում եմ այստեղից երբ որ գնում ենք, մենք մոռանում ենք, ինչու ենք մոռանում, բա ինչու ենք եկել այստեղ, մենք եկել ենք, որ ես զորության հետ հաղորդ լինենք, մենք եկել ենք սովորելու, մենք եկել ենք կրթվելու, որպես աշակերտ մեր դասերը սովորելու Սուրբ Հոգու դպրոցում, եւ այսօր ամեն մարդ երբ որ խնդրի Աստծո զորությունը եկեղեցին կբարձրանա, որտեղ գրված է եւ իմ եկեղեցու եղջյուր ես պիտի բարձրացնեմ, պիտի ես բարձրացնեմ իմ եկեղեցու եղջյուրը։ Եվ ուզում եմ հաջորդ համարը կարդալ, դա գրված է ուրեմն Ղուկաս ավետարան 5-րդ գլուխ 17 համարը։ Եվ ասում է Տիրոջը զորությունը կար բժշկություն անելու։ Եվ շատ տեղերում բարեկամներ, մենք չենք սպասում, որ Տիրոջը զորությունը լինի։ Գրված է, որ արդեն այդ Տիրոջ զորությունը կար բժշկելու աշակերտները համարձակ առաջնորդվելով գնացին ու սկսեցին բժշկություններ անել եւ մեղ չէ, որ գրված է առաքյալները բժշկեցին սրան կամ նրան։ Հիմա եթե այստեղ մեկը ասի, որ այսինչ եղբայրը բժշկել է, սա արդեն կկարծվի, կնկատվի իբրև մեծամտություն։ Բայց մենք պետք է այնպես Քրիստոսի հետ միանանք, որ դա պիտի նույնը լինի։ Եթե ասում է Պետրոսը բժշկեց, ուրեմն Հիսուսը բժշկեց։
Եթե Հիսուսը բժշկում է Պետրոսը այնտեղ էր, Պետրոսի միջոցով եղավ, գրված է, որ եւ նրանք շատ մշաններ, զորություններ էին գործում, ով հենց մարդիկ։ Մեկ զարմանա սրա մասին։ Մենք պետք է արդեն աճենք։ Գրված է հաստատուն կերակուրները չափահասների համար է։ Հաստատուն կերակուրները, խոշոր կերակուրը արդեն հարկավոր է մեզ բարեկամներ, որ կերակրվենք, որ աճենք դեպի փրկություն։ Հասունանանք, մեր ոսկորները հոգևոր արդեն սկսի պարարտանալ։ Հաջորդը Ղուկաս ավետարան, ուրեմն 24-րդ գլխում է գրված, կարծեմ 49 համարը, եւ ասում է Երուսաղեմը նստեցեք, մինչև վերեն զորություն առնեք։ Եվ շատ կարևոր է, որ առաքյալներին ասես դուք սպասեցեք, մինչև վերևից այդ զորությունը գա ձեր վրա։ Հիմա երբ որ մենք ստեղ քարոզներ ենք լսում բարեկամներ, երբ որ մենք ստեղ օրհնվում ենք, դա չնշանակես, որ արդեն դա ունեցանք, սա սովորեցնում է մեզ, որ այսինչ բաները ձեզ անհրաժեշտ է, սպասեցեք։ Հիմա շատ անգամներ են առաջները, երբ որ նոր էին ապաշխարը եւ կային անգամ երիտասարդներ նայում էին աշխարհահռչակ, ասենք քարոզիչների, ասենք այնտեղ կար բոնկի կար, այնտեղ կար եսիմիջ բենի եւ այլն, եւ նրանց լսում են, այսպես ոգևորվում են, դուրս են գալի, դե երիտասարդ ուզում են այդ նույն հրաշքներ ու նշաններն անեն, բայց ոչինչ չէր սպասվում։ Բարեկամներ, գրված է, որ սպասենք, մինչև դա կա, դա իրական է, բայց պետք է դու ստանաս դա։ Ինչու ասեց, սպասեք Երուսաղեմը, մինչև վերեն զորություն առնեք։ Դավիթ թագավորը հաղթական կյանքեր էր ապրում։ Միշտ գնեմ էր հարցնում մեր Տեր Աստված ջան, հիմա ես ինչ անեմ։ Գնամ դու ինձ հետ ես փղշտացներին քո ձեռքը իմ ձեռքը գտաս, գնա Դավիթ փղշտացներին քո ձեռքն եմ հանձնել։ Գնամ Տեր ջան փղշտացներին ամորհացներ իմ ձեռքը կմատնես, գնա կտամ ու միշտ հարցնում էր Դավիթը։ Եվ Դավիթը կարող էր իր փորձառությանը վստահել եւ միշտ առաջ գնալ։ Եվ մի անգամ էլ ասես Տեր Աստված, գնամ իմ ձեռքը կմատնի, ասավ չէ Դավիթ չգնաս։ Պատկերացնում եք, եթե Դավիթը չհարցներ, նորից չսպասեր այդ զորության, ասավ չէ, պիտի սպասես այդ թթիների, այդ ծառերի մոտ, դու պիտի սպասես այնքան ժամանակ, մի գնա Դավիթ, դու կպարտվես։ Մինչև արդեն այն թշնամիների ոտքերի գնացքի ձայնը կլսես, նոր այն ժամանակ ես քեզ կասեմ կգնաս ու կհաղթես, եւ Դավիթը հնազանդվեց եւ սկսեց հաղթել։ Որքան կարևոր է սպասել այդ զորությունը վերցնել։ Որքան հնարավոր է մենք խոնարհվենք, որ Տեր Աստված քո կամքը լինի, գրված է ամեն բանից առաջ աղոթք արեք, բարեկամներ, լսեք, հիշենք, մենք ամեն բանից առաջ աղոթք չենք անում, անգամ պաշտամուն գալուց աղոթք արեք, մենք չգիտենք, որ եղբայրներին խոսք տրվի, եղբայրներին պատգամ տրվի, եւ չգիտենք ճանապարհին ում կհանդիպես, ինչ Աստծո խոսքա, գրված է ամեն ինչից առաջ ամեն բան աղոթք արեք։ Դա ծայրահեղություն չի, ճաշելուց առաջ աղոթք անել, ընթրիքից առաջ աղոթք անել, ինչ որ միտեղ ես գնում աղոթք անել, անգամ 5 մետր տեղ ես գնում հարևանի տուն, բայց աղոթք արա, ցենց է գրված, ես չեմ հնարել, ժողովուրդ ջան, ինչու չենք զորանում, որտեվ այս պայմանները սա օրենք չի, այս ինչ բաներ անողը ասма, գիտեք պիտի անենք, որպեսզի լցվենք Սուրբ Հոգով։ Եվ հաջորդը գրված է, ուրեմն առաջ անցնենք, դա ուրեմն գրված է Գործք առաքելոց 4:33 եւ առաքյալները մեծ զորությունով վկայություն էին տալիս։ Ինչպես մեծ զորությունով։ Մենք ասել ենք եւ մի անգամ, քանի անգամ հայտարարել ենք, որ կատարվել է այս մեծ մարգարեությունը մեր երկրագնդի վրա, որ վերջի ժամանակներում Աստվածպաշտության կերպարանքը կլինի կերպարակ, բայց զորությունը ուրացած։ Այսինքն մարդիկ կգնան առանց զորության։ Մարդիկ հաշվի չեն նստի, որ արդյոք Աստծո զորությունից առաջնորդվում է քարոզելու, խոսալու, այստեղ գնալու կամ այնտեղ գնալու, ավետարանելու կամ եւ այլն։ Ամեն ինչի մեջ Աստված ինձ առաջնորդում է, թե չի առաջնորդում։ Եվ գրված առաքյալները մեծ զորությունով էին վկայություն տալու, որտեղ նրանք առանց Աստծո զորության բան չէին անում, նրանք նստեցին Երուսաղեմում, մինչև զորություն առան։ Եվ այսօր հարկավոր է, որ մենք քայլենք, գնանք
Աստվածաշնչով գոյություն ունի առաքյալների վարդապետություն, եւ ովքեր առաքյալների վարդապետությունով գնում են ուսմունքով, նրանք հաջողությունների են հասնում։ Հաջորդ ուզում եմ արագ անցնել, դա գրված է Եփեսացիս 6:10։ Զորացեք Տերովը եւ նրա զորության կարողությունով։ Զորացեք ասма Տերով եւ նրա զորության, գիտեք, նրա զորությունը այնքան մեծ էր։ Սպա նրա զորության է չափը, նրանով դուք զորացեք, մեկ վախենա։ Նրա զորությունը անհրաժեշտ է։ Սա հպարտություն չի, որ ինչ-որ մակ Աստծո զորությունը խնդրի։ Ընդհակառակը սա խոնարհություն է, որ ես ի վիճակի չեմ, ես մարդ եմ, ես մի սխալվել եմ իմ կյանքի մեջ, երբ որ մարդկային միջամտություններ եմ արել, երբ որ իներցիայով գնացել եմ, հենց գիտեցել եմ, որ զորությունը իմ վրա է, բայց զորությունը իմ վրա չի եղել, այնտեղ նշաններ, հրաշքներ չի եղել, քարոզը տեղ չի հասել, որտեղ զորությունով չեմ ես խոսացել։ Առաջ եմ ընկել եւ հենց իմացել եմ այդ զորությունը կա, բայց չի եղել այդ զորությունը։ Որքան հնարավոր է քույրեր ջան, եղբայրներ, բոլորս այդ զորությունը հագնենք։ Եվ զորությունն է, որ պիտի հաղթենք, Աստծո տված զորությունն է, որ հաղթության է տանեմ։ Մենք մարդ ենք, մեր մասին գրած է, որ մենք ոչինչ չենք, զրո ենք մենք չենք կարա։ Հիսուս ասեց, առանց ինձ դուք ոչինչ չեք կարա անել, փառք Հիսուսին։ Դու ինքդ քեզ ասա, իրոք ես առանց Հիսուսի ոչինչ չեմ կարա անեմ, բացի մեղք գործելուց։ Դա համար բարեկամներ շատ անհրաժեշտ է, որ այսօր եկեղեցիների համար աղոթք կանե, որ մեր եղբայրությանը այդ զորությունը իրոք տրվի, որ ձեզ է տրվի, որ զորություն չունես չես կարամ համբերես կեսօրդ, կեսրարիդ, հարսիդ, տղուդ, մորդ, հորդ, բարեկամիդ, իսկ Աստծո զորությունը, երբ որ մարդ հագած է լինում, այդ մարդը խոնար է լինում։ Ես ամեն բան կարող եմ ինձ զորացնող Քրիստոսով, փառք Հիսուսին։ Եթե չկա այդ զորությունը, դու ամեն բան չես կարող անես։ Երբ որ դու զորանում ես, այն ժամանակ այս հայտարարությունը կարող ես անել, բայց եթե չունես, մենք տկարանում ենք, որտեղ մարդկային միջամտություն կա այստեղ։ Ես եմ, դու ես, բայց չես կարող անես։ Դու անընդհատ պետք է սնվես, դու պետք է անընդհատ այդ աղբյուրի տակ լինես, որպեսզի հասնես հաջողության։ Սա նորամուծություն չի, պարզապես մոռացված բաներ են։ Հեշտ կյանքով դե պարտադիր աղոթեմ, որ գնամ այստեղ կամ այնտեղ, ինչու չի պարտադիր, որ բարեկամներ։ Առաջ մարդիկ ավելի ընդգծված կյանք էին ապրում, միշտ հոգևոր, միշտ աղոթքների մեջ, դրա արթնություն կար, օրհնություն կար, այցելություն կար, թաց աչքեր կար, մեծ զորություն կար, բարձր ձայներ կար, նման էր ծննդատան իրոք բարեկամ, որտեղ աղոթք կար, ամեն ինչի մեջ աղոթք ենք, բայց հիմա չենք աղոթեմ։ Ինչի աղոթեմ, որ գնամ Ենոք աղբորտուն, թե չէ։ Այնա կզանգեմ էլի, տաննա կգնամ, տանը չի։ Ես իշ քույրիկի տուն գնամ, մի հատ զանգեմ էլի, եթե տաննա, ուրեմն ասուկամքն է։ Ահա դա այդպես չի ժողովուրդ ջան, բայց առաջ մենք էլի ենք վգայել։ Ուզում ենք բազում այցելության գնանք, հավաքվում ենք, Տեր ջան, քո կամքը տա գնանք խոսքի օրինակ Գյուլնարանց տուն։ Եթե քո կամքը տա օրհնի մեզ օրհնությունով ցույց տուր, որ մենք գնանք եւ երբ որ աղոթում ենք մի քանի րոպե տեսնում ենք այդ օրհնությունը եկավ, առաջ հեռախոս չկար, բան չկար եւ գնում ենք տեսնում ենք ինքը տանն է, մեզ է սպասում, ինքն է հայտնություններ, որ դա անգամ մենք գնալու ենք փառք Հիսուս Քրիստոսին։ Այսինքն ամեն ինչի բաները վերջացել է, կրճատվել է, հեշտ կյանքի ենք մենք ձգտում, բայց ելի էս այցելում, բայց առանց Սուրբ Հոգու։ Եվ նաև աղոթել ենք, օրհնություն չի ելը, չենք գնացել։ Հետո իմացել ենք, որ ինքը տանը չի ելը կամ ասու կամքը չի։ Հասկանում եք բարեկամներ, ինչքան լավ է, որ աղոթքով եւ զորությունով առաջ գնանք, եւս կկարդանք ուրեմն երկրորդ Տիմոթեոս 1:7 Աստված մեզ չտվավ վախի հոգի, այլ զորության եւ զգաստության հոգի։ Փառք Հիսուսին։ Ուր է այս զորության, զգաստության հոգին իմ եւ իմ ընտանիքեմ։ Ուր է զորության կամ զգաստության հոգին քո ընտանիքեմ, որ մարդիկ իրոք տեսնեն ու առանձնացեն, ասեն սրանք ուրիշ մարդիկ են եւ տեսնում են առաքյալներն ու փառավորում են հորը, որ երկնքում է։ Իսկ ինչ մարդիկ են այ մարդ։ Աստվածները անգամ ասма, մարդու կերպարանքով եկել են այստեղ, երբ որ այդ կղզում էին իջել։ Սկսեցին առաքյալները հրաշքներ, նշաններ ան ավելի շուտ Պողոս առաքյալը։
Կամ Բարնաբասի հետ, երբ որ Պողոսը գնում էր, անգամ ցուլեր մորթեցին, ուզում են զոհել, նրանց մարտացեցին, հանդերձները ճղեցին, ասեցին մենք մարդ ենք, մենք հրեշտակ չեցին, զոհեր եք անում։ Եվ այնպիսի բաներ տեսան, ասին սա մենակ Աստված կարանի, բայց անողները մարդիկ էին, Փառք Հիսուս Քրիստոսին, զորավոր մարդիկ էին, Փառք Հիսուսին։ Եվ բարեկամներ, շատ անհրաժեշտ է որպեսզի մենք այսպես զորությունով գնանք եւ հաջորդ ուրեմն Գործ Առաքելոց 1:8 շատ համարներ կա։ Դուք զորություն կառնեք, երբ որ Սուրբ Հոգուն ձեր վրա կգա։ Ես զարմանում եմ այս Սուրբ Հոգու նոր մկրտվողների վրա, ուղակի։ Երբ որ առաջները մկրտությունները լինեն բարեկամներ, այդ ինչ էր կատարվում, այդ ինչ զորություն էր նրա մեջ, այդ զորությունը հետը տանում էր։ Զորավոր մարդիկ էին այդ մարդիկ։ Հիմա զորով ասում ենք մկրտվել ես ոնց որ թե ցեն չի հանում, չի կարող աղոթի։ Ես չգիտեմ, ես ինչ մկրտության մասին է խոսքը, բայց դուք զորություն կառնեք, երբ որ Սուրբ Հոգին, միթե Սուրբ Հոգին երբ որ գասա մարդու վրա ինքը այդ զորությունը չունի, բարեկամներ։ Զորության կարիքը ես ու դու ունենք այսօր առավոտ, այսպես է Սուրբ Հոգին հայտարարում, զորացեք, Փառք Հիսուսի ես ձեզ հետ միասին։ Եվ անգամ Արմեն աղբերը ուշեց 2 Կորինթացիս թղթի մեջ գրված է, որ եւ այնպիսի բաներ արեք, որ դուք չերևաք, այլ զորության առավելությունը, հիշեք ինչ եմ ասում, զորության առավելությունը Աստծո պիտի լինի։ Այսինքն ինչ էլ որ անենք, մենք պիտի ցույց տանք եւ Աստծուն պիտի ցույց տանք եւ Աստված պիտի անի։ Անկամ դու գիտակ մարդ ես, կիրդ մարդ ես, բայց այնպես պիտի անենք այդ զորության առավելությունը, որ Աստծուց լինի։ Իմ համբավը պետք չի տարածվի, իմ գիտությունը պետք չի տարածվի, իմ այդ իմաստությունը պետք չի տարածվի, որքան է ես կիրդ եմ, որքան է դու կիրդ ես ու շատ բաներ գիտես Աստծուց։ Այնպես պիտի անենք, որ իբր չգիտենք, որ Աստծուց մե լինի այդ զորությունը, Փառք Հիսուս Քրիստոսին։ Ուրեմն բարեկամներ, չեմ ուզում երկարացնեմ, համարները շատ են, բերեք ոտքի կայնենք եւ այս նոտայով այս զորության բերեք սկսենք։ Եթե դու այսօր համաձայնվես, այսօրվա պաշտամունքը զորությունով սկսվելա, զորությունով է կվերջանա, Փառք Հիսուսին։ Բերեք իրապես Տիրոջ անունը փառավորենք։ Հայր մեր աղոթքով, բարեկամներ, սովորությունով մեր, բերեք աղոթենք, որից հետո